Միացյալ Նահանգներն իր հզոր նավերն ուղարկել է Վենեսուելայի ափերի մոտ Կարիբյան ծովում զորավարժություններ անցկացնելու։ Նրանց է միացել նաև USS Gettysburg հածանավը ուժեղացնելու Կարիբյան ծովում գտնվող ամերիկյան մեծ զորակազմը։ Կարիբյան ծովում արդեն գործում է 1 հածանավից, 3 ականակրից, առափնյա պահպանության մարտական նավից եւ միջուկային հարձակողական սուզանավից բաղկացած զորակազմ։ Նավերից յուրաքանչյուրը եւ սուզանավը կրում են Տոմահավք թևավոր հրթիռներ։ Բացի այդ, շրջանում է գտնվում նաև 3000 ծովային հետևակ տեղափոխող 3 խոշոր դեսանտային նավերից բաղկացած խումբ։ Միացյալ Նահանգների սպառնալիքների ֆոնին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Ռուսաստանից, Չինաստանից եւ Իրանից օգնություն է խնդրել, գրում է The Washington Post-ը հղումանելով գաղտնի փաստաթղթերի։ Փաստաթղթերի համաձայն Մադուրոն Ռուսաստանից խնդրել է հրթիռներ, ռադարներ եւ արդիականացված ինքնաթիռներ։ Ռուսաստանի առաջնորդին ուղված նամակն ուղարկվել է Կարիբյան շրջանում ամերիկյան ուժերի կուտակման կապակցությամբ։ Փաստաթղթերի համաձայն Վենեսուելայի իշխանությունները նաև ռազմական օգնություն եւ սարքավորումներ են խնդրել Չինաստանից եւ Իրանից։ Չինաստանի ղեկավար Սի Ցզինփինին ուղված նամակում Մադուրոն խնդրել է ռազմական համագործակցության ընդլայնում Միացյալ Նահանգների եւ Վենեսուելայի հարաբերությունների սրմանը հակազդելու համար։ Դոնալդ Թրամփը խոսել է իր ռուս եւ չինացի գործընկերների մասին։ Երկուսն էլ կոշտ, խելացի եւ շատ ուժեղ առաջնորդներ են։ Նրանց հետ չի կարելի խաղալ։ Նրանց պետք է լուրջ վերաբերվել, ասել է Թրամփը Պուտինի ու Սի Ցզինփինի մասին։ Թեհրանը կվերականգնի իր միջուկային օբյեկտները, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Շենքերի եւ գործարանների ոչնչացումը մեզ համար խնդիր չի ստեղծի։ Մենք կվերականգնենք դրանք եւ ավելի լավը կդարձնենք։ Այդ ամենի նպատակը ժողովրդի խնդիրները լուծելն է, պետական լրատվամիջոցներին ասել է Իրանի նախագահը։ Նա հավելել է, որ երկիրը չի ձգտում միջուկային զենք ունենալ։ Հիշեցնենք, հունիսին Միացյալ Նահանգները հարվածներ էր հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին, որոնք ըստ Վաշինգտոնի միջուկային զենքի մշակման ուղղված ծրագրի մի մասն էին։ Վրաստանը չի մասնակցի Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովի նիստերին, այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ Ակնհայտ է, որ Եվրախորհրդարանը Եվրանեստի հարթակը վերածել է շանտաժի գործիքի եւ իր նեղ քաղաքական օրակարգը հարևան երկրներին բռնի կերպով պարտադրելու միջոցի, գրել է Պապուաշվիլին։ Նա հավելել է, որ վեհաժողովն անտեսում է վրաց ժողովրդի կամքը, նպատակ ունենալով չեղյալ հայտարարել երկրի ընտրությունները եւ կասկածի տակ դնելով Վրաստանի ժողովրդավարական ինստիտուտները։ Լուվրի կողոպուտը կատարել են Փարիզի աղքատ թաղամասի մանր հանցագործները, այլ ոչ թե կազմակերպված հանցավոր խմբերի պրոֆեսիոնալներ, հայտարարել է Փարիզի դատախազ Լոր Բեկոն։ Նրա խոսքով ձերբակալվածները նախկինում դատապարտված են եղել մանր գողության համար։ Ներկայում կալանքի տակ է 4 մարդ։ Ավելի վաղ հաղորդվել էր 7 ձերբակալվածի մասին, սակայն 3-ն ազատ են արձակվել։ Հիշեցնենք, որ աշխարհի ամենաայցելվող թանգարանի կողոպուտն իրականացվել է հոկտեմբերի 19-ին։ 4 անձինք բոլորի աչքի առաջ թանգարանից գողացել էին 88 միլիոն եվրոյի զարդեր։ Հանցագործները թանգարան էին մտել պատուհանից սանդուղքով։ Պերուի հյուսիսում հայտնվել է Հռոմի պապ Լևոն 14-րդի 5 մետրանոց արձանը։ Հռոմի պապը երկար տարիներ ապրել է հարավամերիկյան այս երկրում։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։